Բարև ձեզ։ Տաղավար ավանդույթի համաձայն ամեն շաբաթ ձեր մտքերն եք փոխանցում լսարանին, համեցեք։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, այսօր կխոսանք թարմ նորություններից, նույնիսկ որոնք երկու օրվա չեն, այլ տեղի են ունեցել 3 չէ առաջի օրը։ Ես կցանկանամ նախ խոսել նրանից, որ առավոտյան մի նախադասության մեջ կասեմ ինչից եմ խոսելու այսօր, դու առավոտյան արթնանում ես եւ տեսնում ես, որ ամբողջ մայրաքաղաքը կորած է ծխի մեջ, դու տեսնում ես, որ Դուշանբեում ճակերտների մեջ քո երկրի ղեկավարին ով հասնում տշում է, որ են կայֆավատ ալնում ու այդ չի նշանակում է, որ Նիկոլի վրա են կայֆավատ լինում, այդ նշանակում է, որ ծաղրում են ամբողջ հայ ժողովրդին, հետո լուրերը թերթում ես, տեսնում ես, որ մեկը էլի մի 7-8 տեղ իրար վրա կրակել են, իրար սպանել են, հետո չգիտեմ, զոհված զինծառայողի հոր ես տեսնում, ով նախկինում ընդդիմադիր պատգամավոր էր, Նիկոլին անիծում էր, բայց հիմա Նիկոլին քծնում է խորհրդարանում ու իր նախարարներին, չգիտեմ, սենց աբսուրդ բաներ ես տեսնում, հետո մտքիդ գալիս է, որ այս ամենը մեկա տեղի ունեցել նրանից, որ Նիկոլը 2018 թվականին զավթել է վարչապետի աթոռը։ Հիմա հերթով թեմաներից ավելի մանրամասն խոսենք մայրաքաղաքի օդից, խայտառակ վիճակից, այդ աղբի, չգիտեմ, աղբը այրելուց, պաժարից, ես ուզում եմ ասել, որ քաղաքակիրթ աշխարհում մենք բոլորս եղել ենք տարբեր երկրների մայրաքաղաքներում, ես չեմ տեսել նման բան, որ ինչ-որ մի երկրի մայրաքաղաքում այնպիսի ծուխ լինի, որ առավոտը արթնանաս, այդ ծխի տեղակայման վայրից 20 կիլոմետր այս կողմ, դու հոտը առնես, այսինքն տհաճ լինի քեզ, ոնց որ կողքի շենքում լինի այդ ծուխը, եւ ամբողջ քաղաքը լցված է այդ ծխով, էդ էլ քիչ չի, Երևանը օդի աղտոտվածությամբ գտնվում է շատ ծանր վիճակում, համեմատելով արդյունաբերական, տնտեսական մայրաքաղաքների եւ քաղաքների հետ, Երևանը մեկա չի զիջում իր օդի աղտոտվածությամբ, այդ ամենը գալիս է Երևանի քաղաքապետի ոչ պրոֆեսիոնալ գործելավոճից, այդ ամենը գալիս է նրանից, որ մեծ շատ թթվածին պարունակող ծառերը կտրել են եւ ինչ որ սակուրաներ են տնկել քաղաքում, այդ գալիս է նրանից, որ Երևանի գրեթե 1 կիլոմետրը 1 հատվածներում շինարարություն է, այդ շինարարությունները չի կատարվում օրենքին համապատասխան, ցանկացած բան, շենք կսարքեն, ասֆալտ կքանդեն, կսարքեն, ինչ որ տրուբա կփորձեն քաշեն, կքանդեն, կուզենան քաշեն, ոչ դրան համապատասխան փողոցն է փակվում, դրա պատճառով խցանումները շատանում են, օդի աղտոտվածությունը տեղում փոշին ավելանում է, ընդամենը այդ տարածքով անցնելիս մի հատ քամի որ լինում է, միանգամից թե քամին այդ փոշին լցվում է մեքենաների մեջ, թե լցվում է մարդկանց բերանների մեջ, թե օդն է աղտոտում, կամ 3 օր առաջ խանջանով անցնում եմ, ասենք ոնց որ ամերիկական կինո լինի, ասենք Netflix-ի կինո ոնց որ լինի, խանջանում, ասենք 3 հատ լար վառվում է ու կաթում է կրակը ներքև։ Ես ուզում եմ հասկանամ, սա ինչ ամենաթողությունն է, սա ինչ վերաբերմունք է մայրաքաղաքի եւ քաղաքացիների հանդեպ։ Այսինքն ուզում եմ հասկանամ Տիգրան Ավինյանը իրոք իր հոր կարծիքին է, որ Երևանի քաղաքացիները օպել քշող կլինեն թե չէ, իրանց համար համբալ են։ Այ համբալը այն մարդիկ են ու այն անձնավորությունն է, որ նստած է այդ քաղաքապետի աթոռին ու մայրաքաղաքին նման կերպ է վերաբերվում, միտը աղբ է վառվում, լցվում է ամբողջ քաղաքի մեջ, տարբեր տեղերում շինարարություններ են ամենաթողություն, ասենք ցունամիի պես մի քիչ քամի է լինում, այդ ավազը բարձրանում է օդ, լցվում է տների մեջ, մեքենաների մեջ, մարդկանց վրա է գալի լցվում, սա խայտառակություն է պարզապես, բա դու քաղաքապետ ես, պետք է կարողանաս, էլ չխոսեմ նրանից, որ մի հատ անձրև է գալի, ամբողջ քաղաքում պռոբկաները հասնում է 10 բալի, գետեր ու ջրհեղեղներ են գոյանում ամբողջ մայրաքաղաքում,
բոլոր գետնանցումները լցվում են այդ ջրերով, այսինքն ինչից խոսանք, մի հատ տեսանյութ էին հրապարակել, մասիվում մի հատ տղա վիդեոով նկարում էր այն ջրատար, չգիտեմ, ռուսերենով ասեմ, որ բոլորի համար պարզ լինի, լյուկը, որից պետքա ջուրը անցնի անձրևի հետևանքով առաջացած ջուրը, բացել էր, ասենք, ասենց 5 մետրանոց տարդ էր կապել ավազի տեղ, ոնց պետք է ջուր անցնի, բա դուք ձեր աշխատողները ինչի համար են փող ստանում, բա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Երևանցին ինչի համար է հարկ մուծում, թե դուք այդտեղ նստած եք մենակ նրա համար, որ փողերը դուրս գրեք, ավտոբուսներ բերեք անսարք, մնացած հատկատը դնեք ձեր ջեբը, ձեր տները սարքեք, ձեր բիտկոինները ու մնացած արժույթները ավելացնեք, հա, Ավինյան Տիգրան, դրա համար ես դու քաղաքապետ ընտրվեի, դու քաղաքապետ չես ընտրվել են դոգի կուսակցությունից մարդ գողացակ խափեցիք ժողովրդին 0.1%-ով, 1%-ով, 1 ձայնով եկաք դարակ քաղաքապետ, հիմա էլ այնց հպարտ կեցվածքով քայլում եք, ոնց որ երևանցիների 70%-ը ձեզ ընտրել, դուք էլ ոչ մի խնդիր չկա Երևանում։ Հիմա քաղաքը ինչի խնդիր է ունենում։ Քաղաքը խնդիր է ունենում գեղեցիկ տեսքի, քաղաքը խնդիր է ունենում որ օդը աղտոտված չլինի։ Ես հիմա ընդամենը 3 րոպեվա ընթացքում այնքան խնդիր ասեցի, որ մարդ մի քիչ ինքնասիրություն ունենա, այդ աթոռը պարզապես կհեռանա այդ աթոռից, բայց դուք ծնվել եք, որ այդ աթոռներից կպած լինեք, դուք ցանկանում եք այս ժողովրդի արյունը խմեք, պարտադիր չի, դուք գործ անեք, ձեր համար կարևոր չի, որ այս խնդիրը կա, այս խնդիրը կա, կարևորը ձեր համար ձեր աթոռն է, սկի ձեր ինքնասիրությունն է ձեր համար կարևոր չի, էլ չեմ խոսում, որ դու 21-րդ դարի ամենաամոթալի ու դավաճանական թիմի անդամ ես, ամբողջ աշխարհում ես Նիկոլ Փաշինյանի նման անինքնասերների, անհայրենիքների ու դավաճանների թիմ ոչ մի երկրում չեմ տեսել, սա աբսուրդ է, եւ քանի որ խոսեցինք դավաճանությունից, խոսեցինք, չգիտեմ, այդ գործելակերպից հայրենիքը հանձնելուց, ուրեմն ես 3 մտածում էի ու մեր պատմությունն է էլի վերհիշում, ասենք մենք ինչ զորավարներ ենք ունեցել, ինչ սպարապետներ ենք ունեցել, ինչ լեգենդներ ենք ունեցել, օրինակ Վազգեն Սարգսյանի այն տեսանյութը, որ անկախության օրը ասում է ես այս տեխնիկայի բոլոր մասերը շոշափել եմ, իրանց անգիր գիտեմ սա ձեր համար ու ասում է անկախությունը բացարձակ արժեք է ու արտասվում է նրա նման հզոր անձնավորությունը, ասենք ես Նժդեհին եմ հիշում, որ իր նամակներում դիմում է հայ ժողովրդին, իր ամբողջ աշխարհի դեմ միայնակ դուրս եկած պայքարի Սյունիքի լեռներում փորձում է իր նման մտածելակերպ ունեցող մարդկանց հավաքի, որպեսզի թուրքերի դեմ կռիվ տա։ Ես հիշում եմ, որ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը ամենաշատ հերոսներն ու մարշալներն են տվել համեմատած մնացած ազգերի թվի համամասնությամբ։ Ես չգիտեմ, Մոնթեին եմ հիշում, որ ոնց է եկել դրսից ու Ղարաբաղը, Արցախը միացել է ազատագրական պայքարին ու հերոսացել է։ Ես հիշում եմ, թե ինչպես մեր դաշնակցական եղբայրները Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատունը գրավեցին եւ իրանց կյանքի գնով տրակացրեցին այդ դեսպանատունը մինչեւ անկախանալը։ Ես հիշում եմ այդ մարդկանց, որոնցով մենք կրթվել ենք, մենք այդ գաղափարները վերցրել ենք ու մեկ էլ այդ մարդկանց կողքը դնում եմ Նիկոլ Փաշինյանին, ով գնաց Արցախ, ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես բանակցությունները սկսում եմ զորական կետից, ասեց, որ պետքա կամավորական ջոկատներ հավաքել ու գնալ Արցախը ազատագրել։ Տղերքի գլուխը կերավ, մեծ մասը չէ լավ, բայց շատ մեծ հատված։ Տղերքի դիակները չեն հասել իրանց տնեցիքին, ովքեր գերի են, ովքեր անհետ կորած են, մեր տարածքները Թուրքինն են, դրանից հետո Նիկոլ ասեց, ինչ պատերազմ, ինչ Արցախը երբ է մեր եղել, Արցախը դա Ադրբեջանն է, տարածքային ամբողջականություն ընդունեց, ցեղասպանության հարցը կասկածի տակ դրեց, իրական Հայաստանի թեզ ինչ որ բերեց անմիտ, ասելով, որ Արևմտյան Հայաստան երբ է մեր եղել, Արարատը մերը չի, Մասիսը մերը չի, այսինքն ու գիտեք ինչ պատկերացրեցի, որ Վազգենը, Նժդեհը, Մոնթեն, մեկ է Նիկոլը մի սենյակում նստած լինեին,
ու Նիկոլ Փաշինյանը այդ արտահայտությունները աներ, ասենք Վազգեն Սարգսյանը կկտրեր Նիկոլ Փաշինյանի ականջները, Մոնթե Մելքոնյանը կկտրեր Նիկոլ Փաշինյանի լեզուն, իսկ չգիտեմ, Նժդեհը պարզապես Նիկոլ Փաշինյանին ողջ կթաղեր։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, մենք ինչպես Նժդեհից, Վազգենից, Մոնթեից դառանք համալսարանը չավարտած, բանակում չծառայած, բուլատից ատամներով Նիկոլ Փաշինյան։ Մենք ինչպես տենց դառանք։ Եվ ես չեմ ամաչում, այսինքն ամաչում եմ, բայց պետք է իրանց անունով կոչել։ Մենք Նիկոլ ենք դառել, որովհետև մեր երկրի ղեկավարը Նիկոլն է, որովհետև Նիկոլը մեր ամոթն է, որովհետև երբ որ Նիկոլը երեք Դուշանբեում նրա վրա ով հասնում է, նրան ծաղրում է, նրան, չգիտեմ, Պուտինը ասում է, չէ դու սխալվում ես բաների ապրանքաշրջանառություն Ռուսաստանի հետ 4 միլիարդ, վստահաբար կարամ ասեմ, որ Պուտինի պես առաջնորդը չի կարա սխալվի, Նիկոլը պետք է սխալվի, որովհետև թող փաստեր բերեր, ասեր, չէ, հեսա, դու ես սխալ, ես ճիշտ եմ, ասենք, չգիտեմ, այնտեղ հրավիրող երկրի նախագահը Նիկոլին ձեռը առնում, Ալիևին ասում է, բայց ընկերը տուր է Նիկոլ Փաշինյանը, այնտեղից Պուտինը ասում է, ռազդրաժա այդ նիգավարի տակ եւ եշի, չգիտեմ, ասենք Բելարուսի նախագահը Լուկաշենկոն Ալիևին ասում է, բա անհանգստանում է, իր ասեցի, որ կգա ինիմ առանց մեզ ուր պետք է գնա, լավ, ո՞նց կարելի է այսքան տրյապկա լինել, ո՞նց կարելի է այսքան մեր դարավոր պատմությունը տալ գետնին, հա, ու այն օրինակը որ բերեցի Նժդեհի բան որ ասցի Նիկոլ Տենստար, բա եկեղեցու դեմ արշավը, բա առաջին քրիստոնեական պետություն լինելու նման ձևով եկեղեցուն նսեմացման փորձեր կատարելու արժեզրկելը։ Բա լավ, ո՞նց մենք չխոսանք այս ամեն ինչից։ Բա լավ, մենք ո՞նց վախենանք, որ կարող է մեզ դատեն, սուս մնանք։ Բա մենք հայ ենք, մենք ունենք նման հերոսներ, մենք տենց ենք դաստիարակվել, մենք տենց ենք կրթվել։ Բա լավ, արա Նիկոլը գա դառնա մեր երկրի ղեկավար, մեր հողերը հանձնի Թուրքին, մեր գլխին այդքան դժբախտություն բերի, մեզ ոնց ուզենա ֆռացնի, հələ մենք Նիկոլ Փաշինյանը լինի մեր երկրի ղեկավար, տենց արդար է, տենց ճիշտ է, եւ ես ուզում եմ ասել, որ այտենց դավաճան չկա, նայեք, շատ դավաճաններ շատ տեղերում են եղել, նույնիսկ Հուլիոս Կեսարին են դավաճանել իր զորավարները, արա, բայց բոլորը շատ վատ դատաստանի են արժանացել, կամ ժողովրդի կողմից, կամ որ դավաճանել են իրենց կողմից, սպանվել են, դատվել են, քառատվել են, կամ աստծո դատաստանին են արժանացել, ված չգիտեմ, բազմաթիվ դեպքեր կան, էլի, ասենք Հունաստանում հին ժամանակներում են եղել դավաճաններ, օրինակ Սպարտայի եւ պարսիկների միջև մենամարտերի ժամանակ էլ դավաճան է եղել, որը ասել է սպարտացիների տեղը եւ պարսիկները ճեղքել են այդ հատված։ Արա, բայց այդ դավաճանները քառատվել են, մասնատվել են, պատժվել են, արա չկա դավաճան աշխարհում, որ սաստիկ դատաստանի չի արժանացել, չեն սպանել իրան, չեն դատել, չեն, չգիտեմ, ուզում եմ ասեմ հա, ու ամենակարևորը, այդ համաշխարհային պատմությունով որ նայում ես, այդ դավաճաններից 80%-ը գիտակցել են իրանց դավաճանությունը ու իրանց կյանքին վերջ են տվել։ Այ Նիկոլը ուրիշ կարգի դավաճան է, ինքը իր դավաճանությունը փորձում է արդարացնել, այսինքն մարդիկ կան, որ դավաճանել են երևի թե ստիպված, չգիտեմ, կամ տենց են այդ բանը ճիշտ համարել, հետո հասկացել են, որ սխալ է։ Չնայած դավաճանությունը արդարացում չունի, բայց այ Նիկոլի նման դավաճանները ամենավտանգավորն են, որովհետև իրանք մտածում են, որ ճիշտ են արել, արա, պետքա տենց անել, իրանք խղճի խայտ չեն զգում, չեն նեղվում, որ իրանք դավաճան են, ազգ են դավաճանել, երկիր են դավաճանել, զինվորին են դավաճանել, մեր արժեքներն են դավաճանել, մեր կարմիր գծերն են անցել ու բոլորից դավաճանել, նրանք չեն հասկանում։ Եվ քանի որ մենք խոսեցինք դավաճանությունից, ես չեմ ցանկանա երկար բարակ խոսել, նաև կցանկանամ մի դավաճանի եւս անդրադառնալ, Նազարյան Գեղամին, զոհված զինծառայողի հայր, անցած շաբաթ եմ ես խոսել այդ երևույթից։ Բլավ հիմա այդ մարդուն ես ճանաչում եմ, կնեղվի, որ իրանից խոսում եմ, բայց իրերը պետքա կոչել իրանց անուններով։ Երբ որ Նազարյան Գեղամը նստած հարցազրույց էր տալու, ասում էր. Նիկոլ, դու սպանել ես իմ Աբգարին, Նարեկին, Արմենին, Վարդկեսին, Տիգրանին, Խաչատուրին, դու ես այդ տղերքին սպանել, դու դավաճան ես, դու պատասխան պետք է տաս իմ առաջ։ Այդ անձնավորության ի՞նչն է փոխվել, որ Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում քծնելով,
բարևում է, քսմսվում է, խոսում է Արսեն Թորոսյանի հետ, չգիտեմ են Մխիթար Հայրապետյանի հետ, Լուլուի հետ, գնում է այդ կոմերցիա, այսինքն ինչն է փոխվել, սիրտդ եմ փոխել, արյունդ եմ փոխել, մտա դավաճան ես դու դավաճան ես, գիտես ինչն եմ փոխել, ֆինանսական ելքերդ ու մուտքերդ եմ փոխել, դու ծախել ես քո տղայի արյունը փողին, որովհետև դու ես ասում, որ Նիկոլ դու սպանել ես Աբգարին, Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, հիմա ոնց, չի սպանել հիմա, թե մտածում ես լավ է արել, այդ բանը ոնց հասկանանք, ոնց լավ է արել որ սպանել է, թե սխալվում էիր Նիկոլը չի սպանել, այ Գեղամ Նազարյանին ուղիղ հարց եմ տալիս, առանց կոնֆլիկտի, առանց վիրավորելու, թող պատասխանի, ոնց էր 2 տարի առաջ Նիկոլը սպանել իր տղային ու մնացած տղերքին, հիմա Նիկոլին գնում է ձեռը դնում է ուսին, ուզում է պաչի, ուզում է սիրի, ուզում է կպնի, ուզում է կողքը լինի, ուզում է քծնի, ուզում է հետև մտնի, այ մի հատ թող պատասխանի այդ հարցին, ոնց 2 տարի առաջվա մարդասպան Նիկոլը, Գեղամ Նազարյանի որդու սպանող Նիկոլը, այսօր դառավ խաղաղություն բերող Գեղամ Նազարյանի համար, դառավ գաղափարակից, դառավ առաջնորդ ու դառավ այնպիսի անձնավորություն, որին Գեղամ Նազարյանը ցանկանում է գնա քծնի։ Եվ ամենավերջում կցանկանամ խոսել, որ մեր երկիրը դարձել է, ես վստահաբար եմ ձեզ ասում, էլի մեր բնակչության թվի համամասնությամբ, եթե համեմատենք աշխարհի այլ պետությունների, քաղաքների հետ, մեր երկիրը կարող է համեմատվի, չգիտեմ, Մեքսիկայի մայրաքաղաքի հետ, սպանությունների եւ կրակոցների եւ հանցագործությունների շատ լինելով Մեքսիկայի մայրաքաղաքի Մեխիկոյի հետ, չգիտեմ, ամերիկական ամենահանցագործ քաղաքների հետ, որտեղ ֆրանսիական քաղաքների հետ, որտեղ ալժիրցիները, թունիսցիները իրիկունը, չգիտեմ, զենքերով մարդկանցից փող են գողանում, նարկոտիկ են ծախում։ Այ օրինակ ես առավոտյան արթնանում եմ, տեսնում եմ Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել, կրակոցներ է տեղի ունեցել, այն մի հատվածում է տեղի ունեցել Փարաքյարում մարդիկ իրար են կրակում, քարերով խփում, իրար, այսինքն սա ինչ է սա, եթե ոչ ամենաթողություն, ինչ է սա, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի բերած ամենաթողություն ու անարխիա, որը իրան ձեռք է տալիս։ Եվ շատ կուզեմ նաև անդրադառնալ, տեսակ, որ հետքորասների ծնողները վերջերս բնեի մոտ էին եւ իրենց արդար պահանջն էին առաջ քաշում, հասկանալու համար վերջը իրենց զավակներն են ինչ տեղեկություններ կա եւ ինչ կարող են հաղորդել այս մարդկանց ընթരാճ գնալու փոխարեն, այս մարդկանց ցավին ընթരാճ գնալու փոխարեն, հակառակը երկու անհետ կորածի հարազատի բանտել են, մայրը Արսեն Ղուկասյանի ըստ էության ասում մի զավակից փորձրել եմ մարտի դաշտում, զավակից երեխային փորձրել եմ պատերազմի դաշտում, այս անգամ էլ ես մի երեխու ստանում եմ փակել, ավելին ինքը լրագրողների հետ զրույցում երեք ասաց, որ ըստ էության Փաշինյանն իրեն հասկացել է, որ գործպետի հարուցել, որ մոտավորապես այսպես է, խելքը գլուխը։ Դե նորմալ է, որ Փաշինյանը գործ պետք է հարուցի, Փաշինյանը ունի սրբություններ եւ զոհված զինծառայողների ծնողների, անհետ կորածների ծնողների, գերիների ծնողների հետ պետքա իշխանությունը այնպես վարվի, դա այնքան նուրբ թեմա է, որ այդ մարդկանց չի կարելի, իրանք ամեն ինչը կարան անեն, իրանք կարան հայհոյեն, իրանք կարան գոռան, իրանք կարան բրթեն, իրանք կարան վառոդ ջարդեն, բայց այդ մարդիկ իրանք ամենաթանկն են տվել այս երկրին են տվել իրանք ամենաթանկ մարդկանց կյանքը, ինչ են արել այդ մարդիկ ուզում, այդ մարդկանց ուզածը ինչ է, ուզում են իմանան իրանց տղեկը, որ անհետ կորել են, ուր են, գերի են, զոհվել են, հետ են գալու, Արցախի անտառներում են, այդ մարդկանց տանում եք իրանց այն մյուս երեխուն եք դատում, են մեկի հորն եք դատում, են մեկի հորողբորն եք դատում, դե նիկոլական սրբապղծություն, նիկոլական գործելաոճ, որից ես չեմ զարմանում եւ միևնույն է ամեն հաղորդման ժամանակ, ամեն հաղորդման վերջում պետք է հիշացնել, որ Նժդեհ, Վազգեն, Մոնթե, Դրո նման հերոսներ ունեցող ժողովուրդը ազգը չի կարա ների Նիկոլ Փաշինյանին, չի կարա ների ցեղասպանության ուրացումը, չի կարա ների Արցախի հանձնումը, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների հանձումը, չի կարա ների այդքան տղեկի ուղղորդված սպանության ու դավաճանության տանելը, չի կարա ների եկեղեցու դեմ արշավը, չի կարա ների այս ամենը, չի կարա ների Արարատը ուրանալը, չի կարա ների Արևմտյան Հայաստանի լինել չլինելը կասկածի տակ դնելը, չի կարա ների, ես նորից եմ ասում, եթե Վազգենը, Մոնթեն
ու Նժդեհը լինեին ու Նիկոլը տենց բաներ խոսար, մեկը նրա լեզուն կկտրեր, մեկը աչքերը կհաներ, մեկն էլ ողջ կթաղեր, որովհետև այդ մարդիկ մեզ սովորեցրել են իրանց ապրելակերպով, իրանց մտածելակերպով, իրանց գործողություններով, որ մեր երկրի հողը, մեր երկրի դրոշը, մեր երկրի օրհներգը ու մեր հավատքը, մեր կարմիր գծերը թանկ է յուրաքանչյուրի սեփական կյանքից, իսկ Նիկոլ Փաշինյանը թքել է այդ ամեն ինչի մեջ, այդ գաղափարների մեջ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետքա պատժվի։ Նիկոլ Փաշինյանը պատժվելու է, որովհետև չեն կարա նման դավաճանները ու խաբեբաները հանգիստ ապրեն։ Շնորհակալ եմ։